Մի անգամ հայրը իր որդու եւ էշի հետ կեսօրվա շոգին շրջում էր քաղաքի փոշոտ փողոցներով։ Հայրը նստեց էշի վրա, իսկ որդին սանձը ձեռքին տանում էր նրանց։ Խեղճ տղա, ասաց անցորդը, նրա փոքր ոտքերը հազիվ են հասցնում էշի հետևից։ Ինչպես դու կարող ես նստել էշի վրա, երբ տեսնում ես, որ տղան ամբողջովին ուժասպառ է եղել։ Հայրը սրտի մոտ ընդունեց նրա խոսքերը։ Երբ նրանք թեքվեցին, նա իջավ էշից եւ ասաց, որ որդին նստի։ Ամոթ չէ, փոքրը նստած է էշի վրա ինչպես սուլթան, իսկ նրա խեղճ ծեր հայրը վազում է նրա ետևից։ Տղան շատ տխրեց այդ խոսքերից եւ խնդրեց հորը նստել էշին իր հետևում։ Բարի մարդիկ, դուք երբևիցե տեսել եք նման բան, բացականչեց կինը։ Այդպես տանջել կենթանուն։ Խեղճ էշի ողնաշարն արդեն իջել է, իսկ ծեր ու ջահել լամպանները նստած են վրան։ Ասես բազմոց լինի։ Այ դժբախտարարած։ Անխոսք հայրն ու որդին խայտարակված իջան էշից։ Մի քանի քայլ անց հանդիպեցին մի մարդու, ով սկսեց ծաղրել նրանց։ Ինչու ձեր էշը ոչինչ չի անում, ոչ մի օգուտ չի բերում, եւ նույնիսկ ձեզանից որևէ մեկին իր վրա չի տանում։ Հայրը մի բուր ծղոտ տվեց էշին ու ձեռքը դրեց որդու ուսին։ Ինչ էլ որ անենք, ասաց նա, անպայման կգտնվի մեկը, ով մեզ հետ համաձայն չի լինի։ Ես կարծում եմ, մենք պետք է որոշենք, ինչպես ենք ուզում ճամփորդել։